Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրների աղտոտման վերաբերյալ ահազանգի հիման վրա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել։ Պարզվել է, որ նոյեմբերի 1-ից 8 ժամանակահատվածում Ստրոյ Մոնտաժ ընկերությունը ջրային աղբյուրից 20 մետր հեռավորության վրա էլեկտրահաղորդալարերի անցկացման նպատակով իրականացրել է ստորգետնյա խրամուղու կառուցման հողային աշխատանքներ, որի ընթացքում վնասվել են ջրային աղբյուրի հոսքերը, իսկ խրամուղու հետ լիցքի ժամանակ օգտագործվել է կավ ավազային խառնուրդ, ինչի արդյունքում աղտոտվել են ջրային աղբյուր հոսող ջրերը։ Աղտոտված աղբյուրին հարակից աղբյուրներից եւ արվակներից իրականացված ջրի նմուշառումներով աղտոտումներ չեն արձանագրվել։ Ընկերության տնօրենը ջրային ռեսուրսների պահպանության կանոնների խախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանն անդրադարձել է անբարեխիղճ կառուցապատողներին։ Քաղաքապետը հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել կառուցապատողների այն ցանկը, որոնց վերաբերյալ փոշեկլանիչ ցանցերի բացակայության մասին ամենաշատ արձանագրություններն են կազմվել։ Նա վստահեցրել է, որ հաջորդ շաբաթ անուն առ անուն հրապարակվելու են բոլոր կարգազանցների անունները, այդտեղից ածանցվող բոլոր հետևանքներով։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում ներդրվել է խելացի սարքավորումների, այդ թվում հեռախոսների սահմանափակման ծրագիր։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը տեղեկացրել է, որ բոլոր դպրոցներում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ, ինչպես աշակերտների, այնպես էլ ծնողների շրջանում։ Երևանի ենթակայությամբ գործող 151 դպրոցներից 143-ում արդեն իսկ համապատասխան կարգավորումներ են ամրագրվել դպրոցների ներքին կարգապահական կանոններում։ 8 դպրոցներում մշակվել է փաստաթուղթը, որը կներկայացվի դպրոցների կառավարման խորհուրդների հաստատմանը։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ֆոտոլրագրող Շամշյանը հայտնում է, որ զինված անձը ներխուժել է շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Մինչև այդ անհայտ անձը բանկի մասնաճյուղից ըստ նախնական տեղեկությունների հափշտակել է խոշոր չափի գումար եւ դիմել փախուստի։ Երևանն աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում է հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է զբոսաշրջության կոմիտեն։ Լուսավորված փողոցներ, գինու, ջազի մեղմությամբ պատված երեկոներ այն տրամադրություն է, որի շնորհիվ Երևանը ճանաչվում է որպես անփոխարինելի գիշերային ուղղություն։ Պարբերականներից մեկը ներկայացրել է այն քաղաքների ցանկը, որոնք զբոսաշրջիկներին առաջարկում են աշխատանքային ժամերից հետո, ինչպես նաև գիշերները բազմաթիվ հետաքրքրություններ, տանիքների վրա գտնվող բարեր, ակումբներ, որտեղ աշխատում են հայտնի դիջեյներ, ստորգետնյա ռեստորաններ, փաբեր։ Վարկանիշային ցուցակում առաջին տեղում է Բարսելոնան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։